Բարև ձեզ։ Հայաստանն Իրանին հումանիտար օգնության առաջարկ է արել։ Այս գլոբալ կոնֆլիկտում մեր չեզոքությունը հաստատող ուրիշ միջոց դժվար թե գտնվեր։ Իրանին հիմա չի օգնում անգամ օգնելու պայմանագրային պարտավորություն ունեցող երդվյալ դաշնակիցը։ Իրանը մենակ է այս պատերազմում, ինչպես մենք հայ-ադրբեջանականում, երբ չաշխատեց Հայաստանի նկատմամբ եւ ոչ մի ռազմավարական պարտավորություն։ Նույն Իրանը մեր մենակ ժամին մնաց մեր հումանիտար հարևանը, ինչպես մենք հիմա Իրանի հանդեպ, գումարած Իրանի դեմ չգործելու մեր լեգիտիմ որոշումը, ի տարբերություն Բաքվի նախիջևանյան փարիսեցիության։ Այս փորձությունն ապրող երկիրը գոնե պարտավոր է իմանալ հույսն ուրիշի վրա դնելու գինը։ Մենք դա չկարողացանք անել, բայց Իրանը հիմա այդ գինն է բարձրացնում, որովհետև քաոսից խուսափելու ուրիշ ելք չի երևում, քան պատերազմի գինը մեծացնելը ընդհուպ վաբանկ գնալու միջուկային սահման։ Իրանը մենակ է հիմա, բայց փլուզվելիս մենակ չի լինի։ Փլատակներ կտանի, ով ձեռքն ընկավ։ Պարսից ծոցի նավթագազային երկրների շփոթմունքն այդտեղ փնտրեք, որին եթե միանում է թուրք-ադրբեջանական պայթյունն արդեն մեր քթի տակ, պատերազմը կդառնա ոչ միայն անկառավարելի, այլև բազմավեկտոր։ Հերթը կհասնի նավթատար գազատարներին։ Բաքու-Ջեյանն այդ ցուցակում է։ Իրանական վաբանկը կսրի նաև Հայաստանի կոմունիկացիոն զգայունությունը, լինի հյուսիսից հարավ, թե արևելքից արևմուտք։ Այնպես որ անկյուն քշված Թեհրանը կխփի ամեն բան, ինչը կտանի էներգետիկ կոլապսի։ Երևանն այդ կոլապսում անելիք չունի, եթե պետք է ամեն գնով, որովհետև միշտ հիշեք, գազի պաշարով աշխարհում երկրորդ երկիրն է խորտակվող նավում։ Հաջողություն։